Անոթազարկի ստուգումը ձեր հարցատոմսերում տված է 60-ից 80 զարկ րոպեում հանգիստ վիճակում, այդ հանգիստ վիճակը դուք չեք տեսնի ընդհանրապես։ Սովորական առաջարկից երկրորդ հարց բարձրանալուց մարդու շնչառությունն է հաճախականում, սրտի զարկն է ավելի բարձրանում։ Զարկերակը ստուգելու համար ամենաճիշտը վզից, ամենաուժեղ զարկերակն է։ 3 մարդը իմ վերս ցույց տամ, ուղղակի շփում եք ստեղ։ Լարան տեղադրելու համար Լարանը սովորական շնանգնակ կամ պրոֆեսիոնալ լարաններ, որոնք էլի կոպեկներ են, որը խորհուրդ կտամ ապտեկից գնեք ու ձեր ավտոյի մեջ ունենաք, այդտեղ պետք չի կապել, ինքը ուղղակի անցվում է ձեռի վրա ու ցկվում է։ Իրան տեղադրելուց վերքը կա առնահոսություն, կա վերքը, կամ եթե կհիշեք այս նկարը, կետային սեղումների տեղերում պետք է տնեք լարան ժգուտը։ Եթե չէ, վերքից 5-10 սանտիմետր բարձրության վրա իրան տնում եք, ցկում եք, ինչքան հնարավոր է։ Այդ դեպքում արդեն առնահոսությունը կանգնում է։ Լրիվ չի կանգնում, լրիվ կետային սեղումը ինչ է, դուք երակը սեղմում եք ոսկորին։ Լարանը կատարում է նույն գործը։ Երակը սեղմում է ոսկորին, կանգնացնելով արոնը։ Լարանի վտանգավորությունը ինչն է, որը ցավոք մենք 88 թվին չգիտենք։ Ունեցանք ահագին զոհեր, հենց չհասկանալով այդ ինչը կռաշ սինդրոմը, համասեղմածքի սինդրոմը։ Սենք պատկերացնենք վտար է եղել, այս վիճակում իրան գտել եք։ Ու ավտոն վառվի գա, ավտոն հնարավոր է սա է իննի ծորը։ Մոտենալով իրան։ Թևերի տակից, պարդատի, բրնեկը, իրար ծերը։ Ծիշը դաղցերը կից։ Ես ու վզի։ Այդ ծնցումներել են հնարավոր։ Ատորից մի խուսապեք, մի պախեք, վեր մի թրեք։ Աշխատեք գլուխ, իրան, որովայն։ Էդիկ պայր մեկ գծի վրա, ուղիղ գծի վրա։ Իրան ընբեշ չքաշեք, որ ոտները մնա գլուխը էդ կողմը։ 3 ձևը ֆիքսեկը, բերեք ձեր դոշի վրա ու իրան երկեք քաշ։ Բայց ինձ թողակը տերը։ Համար մեկ ուշադրությունը ոտներին, որտեղ շատ դեպքերում ոտները պեդալներով սեղմված են։ Մինչև չազատեք ոտները, իրան չփորձեք լուսվել։